Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ականատեսների հարցաքննելու համար քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում, ինչ որոշում կկայացնի կոմիտեն։ Վերոնշյալ օրը եկեղեցում մոտ 5 տասնյակ քաղաքացիներին կկանչեն հարցաքննության եւ հատկապես այն անձանց, ովքեր ինքնակամ հայտարարել են, որ հարցաքննեն իրենց։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը որոշ տեղեկություններով վիզ է դրել Գյումրիում Սամվել Կարապետյանի համար ջախջախիչ հաղթանակ տանել։ Չնայած նախորդ ընտրություններում նա աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, սակայն հունիսի 7-ին նրա թիմը գործելու է Սամվել Կարապետյանի համար։ Ղուկասյանի փեսան, որ այսօր կատարում է քաղաքապետի պարտականությունները եւ Գյումրու քաղաքապետի տեղակալն է, ընդգրկված է Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակում 25-րդն է։ Վարդան Ղուկասյանը Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանի հոր մտերիմն է։ Վերջինս էլ որոշ ժամանակ համայնքապետարանում էր աշխատում։ Դրանից բացի Սամվել Կարապետյանը քաղաքի տոնական միջոցառումների մեծ աջակցություն է ունենում։ Գրում է թերթը։ Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանին իշխանությունները դիտարկում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Իշխանությունները փորձում են ֆեդերացիա ուղարկել մի անձի, որը կկարողանա փրկել խորացող ճգնաժամային իրավիճակը հայկական ֆուտբոլում։ Մխիթար Հայրապետյանի անունը շրջանառվում է որպես հնարավոր ճգնաժամային մենեջերի, որը կարող է փորձել վերականգնել համակարգը։ Գրում է թերթը։ Իրավունք թերթը գրում է Կարգալույս Ստեփան Ասատրյանը սոցցանցում լուսանկար էր հրապարակել Տիրադավ եպիսկոպոսների լոկոմոտիվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ arczepiskopos Կճոյանի հետ եւ նշել Նավասարդ Սրբազանի հետ։ Լուսանկարում arczepiskopos-ը աշխարհիկ հագուստով էր։ Մի քիչ ինքնագոհ, մի քիչ բեզարած, ճիշտ խմող ընկերների պես կամ խմելուց հետո ընկերների պես։ Բայց արի ու տես, որ Ստեփան Ասատրյանն այսօր հեռացրել էր լուսանկարը։ Հավանաբար Ստեփանի ընկերը դարձած Կճոյանի հանգամանքը թելադրանք է դարձել նկարը հեռացնելու համար։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է մեկուսացված մնալ սեփական հոտից։ Չնայած լուրերին, որ զղջում է Փաշինյանին միանալու համար, սակայն որևէ քայլ առայժմ չի ձեռնարկում։ Ասում են փորձում է վեհապարի հետ հանդիպում ունենալ, սակայն թերթի տեղեկություններով այդ հանդիպումը կլինի միայն հրապարակային զղջումից հետո։ Թերթին ասել են, որ թեմական առաջնորդարանում տևական ժամանակ է որոշել են Արցախի մշակութային ժառանգության արխիվներ պատրաստել, հավաքագրել եկեղեցիները, հուշարձանները եւ այլ կոթողներ, սակայն Տիրադավը սևերես է եղած, չի կարողանում դուրս գալ ժողովրդի մեջ, որ հնարավոր լինի այդ արխիվները ձևավորել։ Գրում է թերթը։